Աշխարհի ամենահարուստ մարդն ամիսներ առաջ շրջում էր ամերիկյան նահանգներով, ելույթներ ունենում ու մեծ գումարներ ծախսում հանուն հանրապետականների հաղթանակի։ Դոնալդ Թրամփն ընտրվելուց հետո երախտիկն արտահայտեց Մասկին պաշտոն տալով։ Աշխարհի թիվ 1 միլիարդատերը պետք է օգներ ԱՄՆ նախագահին կրճատել ծախսերը եւ դուրս բերել երկիրը ճգնաժամից։ 2025-ի մայիսի վերջին օրերին Իլոն Մասկը հրաժարվեց պաշտոնից ու լքեց Սպիտակ տունը սեղմելով նախագահի ձեռքը։ Մոտ 1 ամիս անց, սակայն, աշխարհն ականատես դարձավ իրական շոուի։ Մեղադրանքներ, ծաղր, վիրավորանքներ, նույնիսկ իմպիչմենթի պահանջ։ Մի քանի օր միջազգային լրատվականների առաջին էջերը չլքեցին նրանց X-յան գրառումների մեջբերումները։ Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը բացատրում է, խոսքը մեծ գումարների մասին է, բայց Մասկին ընդդիմադիրների շարքում չենք տեսնի։ Չեմ կարծում, որ Իլոն Մասկը դառնա ընդդիմադիր գործիչ, ինչպիսին որ մենք ենք պատկերացնում, որովհետև վերջի ինքը հանուն Թրամփի չէր, որ այս քաղաքական գիծն էր ընդունել եւ քննադատում էր ծայրահեղ լիբերալներին, վերջի դա իր գաղափարախոսությունն էր եւ Մասկը իհարկե ունի շատ լուրջ ֆինանսական միջոցներ, շատ լուրջ դոնորն է եղել հանրապետական կուսակցության, այդ թվում նաեւ Թրամփի նախընտրական արշավում, բայց Թրամփի կողմնակիցները բնականաբար Մասկով պայմանավորված չէ, որ այդպես աջակցում են նրան եւ համարում են, որ Թրամփը Միացյալ Նահանգների այս պայդրությամբ միակ փրկությունն է հետ վերադարձնելու Միացյալ Նահանգները, այնպիսի Միացյալ Նահանգներ, ինչպիսին որ նրանք ցանկանում են տեսնել կամ տեսել են ենթադրենք Ռեյգանի եւ Բուշ ավագի օրոք։ Իլոն Մասկը չի ծնվել Ամերիկայում, հետևաբար ենթադրությունները, թե նա ցանկանում է լինել հաջորդ նախագահը, հիմքից զուրկ են։ Այդ երկրի սահմանադրությունը հստակ պահանջ ունի, ասում է քաղաքագետը։ Մասկը, սակայն, միակը չէ, Թրամփի տնտեսական քաղաքականությունը դժգոհություններ է առաջացրել ամենուր։ Բողոքում են թե ԱՄՆ հարկատուները, թե ներկրողները, թե արտահանողները։ Դժգոհ են նաև այն երկրների ղեկավարները, որոնց համար նոր մաքսատուրքեր սահմանելու նախագծեր է առաջարկում Սպիտակ տունը։ Ըստ քաղաքագետի, ԱՄՆ նախագահի քայլերի հիմքում տնտեսագիտական լուրջ հաշվարկներ են։ Այնպես չի, որ այն ամեն ինչի մասին հայտարարվում է, ունենում է հենց այնպիսի ավարտ, ինչպիսիք որ մենք կարող ենք ակնկալել, օրինակ նույն մաքսային պատերազմները, որ Թրամփը ամբողջ աշխարհին հստակության հայտարարեց տարբեր պետությունների դեմ նոր մաքսատուրքեր սահմանեց, վերջո այդ հայտարարելուց հետո, դրանց մասին հայտարարելուց հետո տասնյակ պետություններ եկան եւ սկսեցին բանակցել Միացյալ Նահանգների հետ, որպեսզի գան ընդհանուր հայտարարի եւ Միացյալ Նահանգները նրանց համար մաքսային նոր զարգացուցիչ բեռ եւ ռեժիմներ չսահմանի։ Այսինքն Թրամփի նպատակը ոչ թե դրանք սահմանելն էր, այլ Թրամփի նպատակը առաջին հերթին այդ պետությունների ստիպելն էր, որպեսզի գան եւ Միացյալ Նահանգների հետ բանակցեն եւ շատ պետություններ սկսեցին բանակցել եւ բանակցությունները ընթացքի մեջ են։ ԱՄՆ նոր նախագահի հայտարարությունների հետ համաձայն չեն նաեւ երկու սահմանակից պետություններում։ Մեքսիկայի հետ եղած խնդիրները չեն ավարտվում, դրան զուգահեռ սրվում են հարաբերությունները Կանադայի հետ։ Ընդամենը 1 ամիս առաջ Թրամփն ուղիղ առաջարկ արեց այդ երկրի վարչապետին. «Դարձեք մեր 51-րդ նահանգը»։ Մերժմանը հետևեց փոքրիկ վեճ ու կանադացիների համար դժվարացավ հարևան երկրի սահմանը հատելը։ Քաղաքագետն ԱՄՆ նախագահի առաջարկն անբնական չի համարում։ Թրամփը հայտարարում էր, որ Կանադան պետք է դառնա Միացյալ Նահանգների 51-րդ նահանգ, եթե ցանկանում է լինել անվտանգ, եթե ցանկանում է լինել պաշտպանված, եթե ցանկանում է լինել տնտեսապես ավելի զարգացող։ Բայց փաստը մնում է փաստ, որ այս պայդրությամբ նման հնարավորություն չկա, որտեղ այնպես չի, որ կանադացիները ցանկանում են դառնալ Միացյալ Նահանգների մաս եւ այստեղ լուրջ ճանապարհ կանցնելու մինչեւ դա տեղի ունենա։ Ես գալիս եմ վերադարձնելու Ամերիկայի երբեմնի ազդեցիկությունը, հայտարարել էր Թրամփը նախընտրական քարոզարշավում։ Ամերիկացիների 50%-ից ավելին քվեարկեց հենց հզոր երկիր ունենալու օգտին։ Նոր մաքսատուրքերն ու տնտեսական պահանջները աշխարհին ԱՄՆ-ի հետ հաշվի նստելու պարտադրանքի գործիքներից են, ամփոփում է քաղաքագետը։